Miss Երևան մշակութային հասարակական կազմակերպությունը մեկնարկել է Miss Երևան 2022-23 գեղեցկության մրցույթը։ Ինչ ենք անելու? Հաղթելու ենք։ Всё, գնացինք։ Մարտի 7-ին քաղաք Երևանում Վիվալդի հոլում կկայանա Miss Երևան 2022-23 գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ Նախատեսված է 17-ից 28 տարեկանների համար, որը կնկարահանվի եւ կցուցադրվի Free News հեռուստաալիքի ուղիղ եթերով։ Մասնակիցները մրցույթում կներկայացնեն նաեւ իրենց վարչական շրջանները։ Մրցույթի նախապատրաստական ընթացքը կլուսաբանվի օրագրերի տեսքով Free News հեռուստաալիքով, որտեղ կներկայացնենք մասնակիցների նախապատրաստական աշխատանքները։ Ասեմ, որ շատ հիանալի անձնակազմ է հավաքվել, շատ բանիմաց, խելացի, շատ հետաքրքիր աղջիկներ են, շատ լավ թիմ ունենք արդեն եւ արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Աղջիկները մարզվում են, ֆիթնեսով են զբաղվում, քայլվածք են սովորում, կեցվածք, ինչու՞ չէ նաեւ լավ խոսք ունենալ, ավելի ներկայանալի լինել, էթիկայի դասընթացներ են անցնում, արդեն նաեւ մաշկի խնամք են անցնում աղջիկների հետ, մի շարք նախապատրաստական վարպետաց դասընթացներ։ Իսկ մինչև այդ հարցազրույցի միջոցով եզրափակիչ անցած մասնակիցների հետ նախապատրաստական աշխատանքներ են անցկացվում։ Գեղեցկուհիները մարզվում են, որպեսզի էլ ավելի գեղեցիկ կազմվածք ունենան եզրափակիչ ելույթի ժամանակ, իսկ այդ հարցում նրանց օգնում է լավագույն ֆիթնես մարզիչը Վլադ Խարատյանը, Վլադ ֆիթնեսի հիմնադիր տնօրենը։ Երկար տարիներ մենք մտածում ենք համագործակցության մասին, որովհետև եւ Վլադ ֆիթնեսը եւ Miss Երևան կազմակերպությունը զբաղված են գեղեցիկ աղջիկների հայտնաբերմամբ եւ իհարկե կազմվածքի շտմամբ, քայլվածքի եւ այլն։ Եվ որոշեցինք այս տարի համագործակցենք, որ sense հետաքրքիր բում ծրագիր ստեղծենք այն աղջիկների համար, ովքեր ուզում են, ցանկանում են լինել ավելի գեղեցիկ, ավելի գեղեցիկ քայլվածք ունենան, ավելի գեղեցիկ կազմվածք ունենան եւ փորձում ենք երկուսը մեկում եւ մարզումների միջոցով եւ քայլվածքի շտկման միջոցով հետաքրքիր արդյունքի հասնենք։ Աղջիկների մեծ մասը, քանի որ նիհար են, չեն կարևորել մարզումները, հետեւաբար շատերը ունեն մկանային թուլություն եւ ողնաշարի խնդիրներ, բայց մենք մարզումների ընթացքում փորձում ենք կարգավորենք այդ խնդիրները, որովհետեւ եթե ողնաշարը չկարողանանք ուժեղացնել, չեն կարող գեղեցիկ քայլել աղջիկները, այնպես որ ինձ թվում է համագործակցությունը շատ հետաքրքիր է լինելու եւ մենք շատ հետաքրքիր պրոդուկտ ենք ստանալու։ Այսինքն ես հասկանում եմ այսպես, իրենք կարող են ուտել ամեն ինչ եւ մարզվել ու լինել այդպիսի կազմվածք, ինչպես ասում եք։ Ոչ, գեղեցկությունը զոհեր է պահանջում, այնպես որ առանց սննդակարգի անհնար է գեղեցիկ կազմվածք ունենալ։ Մենք հետևում ենք նաեւ սննդակարգին, մեր բժիշկը կազմում է սննդակարգը, ես մարզումների ծրագիրը, որ կարողանանք համատեղ հետաքրքիր արդյունք ունենանք։ Գեղեցկության մրցույթների հետ պաշտոնապես համագործակցություն առաջին անգամ է, միշտ մենք աջակցել ենք գեղեցկության մրցույթներին, որպեսզի նրանց մասնակիցները մարզվեն, բայց սա շատ հետաքրքիր պրոդուկտ է եւ հաստատ մասնակիցները գոհ են լինելու արդյունքից եւ հուսով եմ մրցման օրը բոլորը գեղեցիկ եւ ներկայանալի տեսք ունենան։ Այս պահին մենք մարզում ենք ուսագոտու մկանները, վերևում արտաշնչում ենք եւ իջեցնում ներքև, որ մեր գեղեցկուհիները ավելի սլացիկ տեսք ունենան։ Վարժության միջոցով մենք ձգում ենք կցխավանդակի մկանախմբերը, ինչպես ոտքերը պետք է ամուր լինեն, այնպես էլ պետք է ձեռքերը ամուր լինեն մեր գեղեցկուհիների մոտ։ Շատ կարևոր է մարզումների ընթացքում հետևել շնչառությանը, այնպես որ պարտադիր վարժությունները կատարում ենք մասնագետի խորհրդով, որպեսզի լավ արդյունք ունենանք։ Մասնակիցները ներկայացել են N-Aiva էսթետիկ բժշկական կենտրոն, որտեղ հմուտ մասնագետները կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի եզրափակչում մասնակիցները գեղեցիկ, առողջ եւ խնամված մաշկ ունենան։ N-Aiva բժշկական էսթետիկ կենտրոնը բազմից տարիներ արդեն աշխատում է Miss Երևան պրոյեկտի հետ եւ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, որ գեղեցկուհիներին վստահել է հենց մեզ, մեր կենտրոնին։ Աղջիկները տարբեր են, տարբեր տարիքների շրջանում են մասնակցում, տարբեր մաշկային խնդիրներով, N-Aiva բժշկական էսթետիկ կենտրոնը կատարում է մաշկի բուժում եւ մաշկի խնամք։ Նշեմ, որ մեր պացիենտի մոտ թեթև աստիճանի կորիակային հիվանդություն է եւ քանի որ ունենք փոքր արտահայտիչ արտահայտված էլեմենտներ, պետք է կատարենք դեղորայքային բուժում։
Տեղեկային բուժումը այստեղ նշանակվելու է 10 օր ինտերվալով, որի ժամանակ նաև կատարելու ենք պրոցեդուրաներ, որպեսզի ունենանք գեղեցիկ հարթ մաշկ։ Ինչպես նկատեցիք, այո, մենք զբաղվում ենք աղջիկների ոչ միայն դեմքի, այլև ամբողջ մարմնի խնամքով, եւ տվյալ դեպքում ունենք բորբոքային, ինչպես նաև կոմեդոնային ֆորմայի ակնե, եւ մենք բուժում ենք տվյալ դեպքում կորեակային հիվանդությունը, աշխատելու ենք ինչպես կոսմետոլոգիական միջամտություններով, այնպես էլ օրգանիզմի ներքին միջավայրի կարգավորմամբ։ Մրցույթի մասնակցելու նպատակներից մեկը ներքուստ որևիցե վախ հաղթահարելն է, մասնավորապես մեծ բեմում ելույթ ունենալը։ Կարծում եմ, որ դա շատ պետքական եւ ունակություն է ընդհանրապես կյանքում եւ նաեւ ինչու ոչ իմ մասնագիտության մեջ մասնագիտությամբ իրավաբան եմ եւ այդտեղ հանրային խոսքը շատ կարեւոր է։ Գեղեցկուհիների ամենագլխավոր դասընթացը քայլվածք, կեցվածք, ահա թե ինչ է պետք սովորել եզրափակչում գեղեցիկ ելույթ ունենալու եւ հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգևելու համար։ Նրանցից շատերը առաջին անգամ են բարձրակրունկներով սովորում գեղեցիկ քայլել, իսկ խնդիրը դրված է դեֆիլեի մասնագետների առջև, որոնք խստապահանջ են եւ ջանք չեն խնայում գեղեցկուհիներին սովորեցնել բոլոր այն հմտությունները, որոնք նրանք կկիրառեն նաեւ հետագայում։ Դե իսկ եզրափակչին առավել եւս։ Մարզանքը բնականաբար շատ կարևոր է գեղեցիկ կազմվածք ունենալու համար, բայց նաև պետք է շատ կարևոր ուշադրություն դարձնենք սննդակարգին։ Իմ համար գեղեցիկը այն է, որ բնական է, առանց ինչ-որ կոսմետիկ միջամտությունների։ Գեղեցիկը ինքնավստահն է եւ համահունչը։ Գեղեցիկը այն կյանքն է, որ մենք ապրում ենք։ Գեղեցիկը դա հոգու ներդաշնակությունն է։ Գեղեցիկը դա իմ կարծիքով այն է, երբ դու ինքդ քեզ սիրում ես այնպեսին, ինչպեսին որ դու կաս։ Գեղեցիկը դա բնությունից տրված կանացիությունն է։ Գեղեցիկը ինձ համար, այսպես ասած, մարդու հոգին է եւ նրա խոսելաձևը։ Գեղեցիկը դա հայացքն է եւ հոգու պարունակությունը։ 3, 4, 1, 2, 3 կանգնեցինք։ Այո, բավականին շատ են խնդիրները, բայց գեղեցիկ են մեր աղջիկները եւ հուսով եմ մեկ ամսվա ընթացքում կարող են լուծել բոլոր անհնարին խնդիրները։ Մաղթում եմ բոլոր աղջիկներին հաջողություն։ Աշխատում ենք Miss Երևանի հետ երկար տարիներ։ Այս անգամ կփորձենք այն իդեալականը տալ հնարավորինս, որ վերջնական արդյունքը մարտի 7-ին լինի հնարավորինս հղկած եւ գեղեցիկ կեցվածքով գեղեցկուհիներ։ Պարզա ինչ տեսնում ենք հիմա, օրագրերում ու ինչ կտեսնենք վերջնական արդյունքը բեմի վրա, տարբեր է լինելու, ոչ միայն ոճային առումով, նաև դեֆիլեի տեխնիկայի առումով, որովհետև մեր հայ աղջիկները իրականից ոչ այդքան ճիշտ են քայլում ու ամենակարևորը ոչ վստահ, փորձում ենք դա տալ, որպեսզի հետագայում իրանց գերարմամբ ավելի ճիշտ լինի ու բեմի վրա էլ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ նայվի։ Ես որ հիշում եմ ինձ մրցույթի ընթացքում, թե ինչքան եմ լարվել, ինչքան եմ նեղվել, երբեմն լացել, հիշում եմ, որ դա ամենահաճելի պահն է, որովհետև եթե չլինի այդ հույզերը եւ դու չնեղվես, հասած արդյունքի չես գա, որովհետև դա պատճառը, որ կարող ես դու քեզ ինքդ քո վրա աշխատել։ Մրցույթի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն դեպի նորաձևության քաղաքներ Միլան, Փարիզ։ Դե ինչ, Երևանը սպասում է իր գեղեցկուհուն։